Հա, իչ, Զաբել։ Վայ, հա, հասկացա մի ամոթ համի նվնվա, բրաուն տղա ես։ Հա, ողջուկ է գնաց իր տեղը։ Սո, ծարավ է իրես քան, վայ։ Են ինչ ես անում, հա? Արի մի հատ ես քեզ չեմ տապում փորձուկ։ Հելո, քեզ պահելու, քեզ ճիշտն ասա։ Ախը լավն ես, ինչի ես տենց անիմաստ հաչում, հն? Լավ, վերջ։ Հիմա ձեզ մի փոքր կեր կտամ, որ զբաղվեք էստեղ։ Ես գնամ ներս գամ, թե չէ բրաունը իրան արդեն դուրս շպրտեց։ Լավ ես, ոտիկդ լավ է։ Հա, Զաբել, բան չեմ անում, այնա գնացեք այնտեղ կերեք, մի քիչ կերեք, մինչև մտնեմ գամ։ Այսօր առաջի հորիզոնականում լունտիկն է, երկրորդում մուլտիկը։ Եկա։ Ոտեցի կեր, գիժ։ Կերեք ու լավ պահեք ձեզ։ Այս են գնդակից մնացած հետքն է, հա, հələ անցեք տեսք։ Այ գժեր, անցեք։ Սպասում եք։ Հա, մալին։ Հա, բլեք։ Սիրուն բլեքս։ Դե կերեք, գնա, կեր։ Դե դու լավ մնացեք։ Մալինա, հրաշք շու։ Կեր։ Հա, բլեքս։ Ինչ այդ տղա, ինչա։ Ասում են շատ ես գովազդը մեկա, ոչ մի լուր չկա, այնպես որ ուրախացրեք ձեր բարի լուրով այս փոքրիկներին, շափերով փոքրիկներին։ Գիժ այնտեղ է, իր մտելով փերի տակ թաքնվել էր, դե անցի, ներս անցի, արի գնանք։ Դե գնա տեսնենք Զաբելն ու Ավրորան տեղավորվել են արդեն, արի, մի գնային կողմերը։ Ամենաբարձր տեղում նստում է Զաբելը ու նայում է, հետո իջնում է։ Հա, գժուկ, իսկ Ավրորան մի փոքր ավելի հեռու։ Դե լավ եկեք գժերս, գիժ։ Կեր փորձուկ։ Ամեն պուպուշներս դուք եք երեք ու լավ մնացեք։ Դուք էստեղ եք, եկել եք հետս ես գալիս կամ շատ ես հոգնել։ Արի գնանք մի քիչ ես բրթե պոկեմ, ես ինչա վիճակդ, արի գելու գազան։ Երկու հատ կին էին անցնում, ասում է, վայ, ես են վրա տվող շունն ասում եմ, քանի անգամ է վրա տվե, հա, ասում է, քարը վերցնես 10 գլխին, սիրում եմ ձեռքով, ասում է, ձեռքով էր սիրում է, արի գամփր, արի գիժ։ Խեղճս հազիվ շոքից հոգնած նիհարած քայլում է, արի։ Մյուս գամփրը տեղափոխվել է այսօր էս մի կողմը հանրակացրանի։ Հեսա կգա։ Արի վրա տվող շուն, էստեղ են ասե անունը դու դուրս գա, մի անգամ հաչացել ես, վերջ, դարձրել են մատի փաթաթան։ Մեկ շիշ ջրով չկարողացա, մի կերպ կարողացա բաժանել Սիրունիկին ու Գամփրին, իրար բռնել էին և չգիտեմ, հույս ունեմ շատ վնասվածքներ չկար, իսկ արջը փորձում էր բաժանել։ Սիրունիկը այս խեղճին արյուն սարքեց, հələ արի տեսնեմ, ես ինչա վիճակդ, ասենք ես ինչա վիճակդ, որտեղից է արյունը գալի, հələ մի րոպե, ոտից տա բռնեմ, որովհետև ասեցի համբերի կգամ։ Բնակիչների հետ էի զրուցում, փորձելով բացատրել, թե ինչում նա խնդիրը։ Արի մի հատ ջրով մաքրեմ տեսնեմ։ Սիրունիկ, այն խեղճի ոտքը ինչ ես արել, լրիվ արուն լվա, գնա, հա, անշնորհ։ Ինչ լաչառն ես դու, հա, Սիրունիկ։ Դու վնասված չունես, հա, ոնց որ այն խեղճ Գամփրին հետ ինչ օրը գցիր, այդ ոնց է իր ոտից բռնել։ Լրիվ արուն լվա արել, չի կարելի, չէ։
Խեղճի այրունից քո վրա է։ Թողեց գնաց լվացի կարծես թե չէր կաղում երևի կլավանը։ Գնա, լաչար։ Հետո էլ ասում են գամփռն է։ Խեղճ գամփռը փորձում էր բաժանել, բայց ոչ մի կերպ չստացվեց։ Մի շիշը լցրել եմ սրա վրա, որ բաց թողներ գամփրին։ Ուր ես գնում։ Փիսոներ։ Եկեք երեք։ Հեսա գալիս է։ Այստեղ որ կռիվ է։ Խեղճ գամփրիկը գնաց այնտեղ նստեց։ Այն մյուսն էլ հետևից պտտվում էր քաջալերելով։ Այն գել ու գազան է, էլի ինչպես մարդիկ ասում են։ Արջ ու կարի։ Սև ու կարի գնացինք ձեր մոտ։ Այստեղ կռիվներ ա։ Զարգանում սիրունիկը ոչ մեկին չի թողնում տարածք ու մի կռիվ խայտառակ։ Լրիվ բաժանված է տարածք, ընդամենը մի այս հատվածն է բաժանում գամփրին ու սիրունիկին։ Ինչ առաջանում է գամփրը, սիրունիկը կռիվ է տալիս հետը։ Վնասվողը եղավ գամփրը։ Սիրունիկը դեմքա։ Արի, դու գործ ունես։ Հա։ Այն սպիտակն ուր այլի աշկա կպցրե։ Սևուկ դուրս արի ճանապարից, մեքենա ա։ Տեսեք ինչու հաչեց, որովհետև մեքենան քշում էր, իսկ դիմացը Սևուկն է։ Խելոք հլը։ Էй։ Գամփր անիմաստ կռիվներ ես անում, դրա համար այսօրն ես։ Եկեք հլը։ Հա, արջուկ։ Տես գամփրի ոտիկը ինչ ա եղել, արյուն ա եղել, է։ Այն սիրունիկի հետ ա կռվել։ Սա հարուն լվա ես, ասենք ես վիճակը տես ինչ ա գամփր։ Արի, հա, լավա քայլում ես նորմալ։ Արջուկ, հա, դու իրան կպահես ոչ մի բան չանես։ Գիժ, գոնե արի արջուկենց հետ, այստեղ քո վրա չեն խոսում։ Չնայած ասեմ, որ գամփրն էլ ա կռվարար, իրենն ա ուզում։ Կեր արջուկ ջան, կեր։ Սևուկ առաջացի կեր։ Հեսակ։ Ես մի հատ տեսնեմ ես գժի այրունը գոնե կանգնել ա, մոտս ուրիշ բան չկա, չի էլ թողնում ձեռք տամ, է։ Ջրով արեցի ինչքան կարողացա։ Հույս ունենամ լուրջ բան չկա։ Գիժ ես էլի, գիժ։ Հա, այն Վախկոչյանն էր տեսե, նորից ուզում էր հետևից վազեի, լավա արջուկը հասավ, ասեց հետ արի, մերոնք հա։ Նորից մարդկանց բացատրում էի, որ շների կուտակումները, հաչոցները, գիշերային չստեղծված շներ կան տարածքում, որոնք խնդիրներ են ստեղծում, ոհմակներ են ստեղծում եւ ինչքան էլ դժվար է, բայց այդ հաչոցները կան։ Դրա համար լուծումը ստեղծումն է եւ որպեսզի մարդիկ դուրս չհանեն իրենց կենթայիներին, այդպիսով վերահսկվի դրսում կենթայիների քանակը։ Քանի որ ամեն շենքում ինչի է, ես վերջերս հասկացա, թե ինչու գամփրը ու սամը մեր շենքում են, որովհետև մեր շենքի հատվածում, քանի որ միշտ պայքարում են կենթայիների դեմ, կենթանի չկա սովորաբար, ի տարբերություն մյուս շենքերում, որտեղ ավելի շատ են կենթայիները, այդ հատվածում չկան կենթայիներ, դրա համար գամփրն ու սամը նաև ամեն ինչից զատ ընտրել են այդ հատվածը, քանի որ ազատ է տարածքը, հա, այսպես ասեմ, տարածքային բաշխում կա նաև կենթայիների միջև։ Փորձում էի մարդկանց բացատրել, որ կերակրելով չեն շատանում։ Խնդիրն այստեղ բոլորովին ուրիշ է։ Հաչոցների պարագայում նույնպես։ Լավ, երևի թե կանցնի գամփրը, չի թողնում ուղակի նայեմ։ 1.5 լիտր շիշը լցրեցի սիրունիկի վրա, որ բաց թողներ գամփրին, ոչ մի կերպ բաց չէր թողնում։ Դե լավ, կեր կթողնեմ, որ սպիտակը գա, կասեք, որ կեր կա, թող գա ուտի, չգիտեմ որտեղ։ Վայ, գամփր, վայ։ Պարկի հանգստացի էստեղ լավ։ Պարկի միջև տեսնենք քո ճարը ինչ ա լինում։ Մյուս վախկոտը սպասում ա, որ գնամ գամ։ Իմ բարի արջուկ, գնայես, հա, գնայես չնեղացնեն ես գժին, չնայած ինքն էլ ա մեղավոր, որովհետև ինքն էլ ա գնում ու կռիվ է արում։ Դե լավ, կեր, հա, կեր։ Այստեղ մնաք լավանաս։ Գամփր, հետ գնա նստի քո տեղը, տեսար ինչ կռիվներ էր այնտեղ։ Դե գնա, սիրուս։